մեզ համարորեն ռուսները համոզել են, որ սա իրենց մոտատեղն է, իսկ մենք հավատում ենք, որ Գյումրին դեպի արևմուտք մեր դարպասն է։ Նրանք, ովքեր որոշել են ծայրագավառի դարպաս դարձնել Գյումրին, մենք դա թույլ չենք տալու։ Մենք էստեղ ենք, որպեսզի տեր լինենք այն ստորագրություններին, որ 2024 թվականի աշնանը գյումրեցիների տված մեր հանձնարարությանը, մեզ տրված հանձնարարությանը տեր լինենք։ Այս ընտրություններում մեր կուսակցությունն է պատասխանատվություն կրում 60,000 այն քաղաքացիների ստորագրությունների համար, որոնք համահեղինակեցին այն օրենքը, որը 2025 թվականի մարտ ամսին ընդունվեց ազգային ժողովի կողմից Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Դրանով Գյումրին էապես ավելի կարևոր նշանակություն ձեռք բերեց, որովհետև Գյումրին իր համար հեռանկար տեսավ, իր ապագայի համար հորիզոնտ տեսավ, եւ մենք հանձնարարում ենք որպես քաղաքական ուժ այդ տեսլականի ետևից լինելու ձեռքի եւ Գյումրին առնվազն 10 տարվա ընթացքում այն հեռանկարները, որի մասին մենք ծրագրում ենք Գյումրի գազ երկաթուղու վերաբացման, Գյումրիում կենսամակարդակը անգամներով ավելանալու է մայրաքաղաքից։ Ու մենք պիտի պատրաստ լինենք այդ գործընթացների մեծ զարգացումներին, պիտի հասցնենք այդ զարգացումների հետևից տնտեսական նախաձեռնություններով, ներդրումային, միջավայրապահովելով, մրցակցային միջավայրապահովելով, որովհետև մեր համոզմամբ Գյումրին արժանի չի այն իրականությանը, որ գտնվում է։ Մարդիկ, ովքեր մատը մատին չեն տվել Գյումրին ոտքի կանգնեցնելու համար, այսօր կրկին քաղաքական հավակնությունները հոխորդում, մարդիկ, ովքեր Գյումրիի անունով ստացված միջոցները թալանել են և կեղեքել են մեր ժողովրդին, այդ թալանած փողերով մտել են այս վրա պայքարի մեջ և մեր ժողովրդի ազատության, անկախության, ժողովրդավարության ձգտումներն են որոշել խեղդել։ Մեզ ասում են տվեք ձեր պետությունը, թույլ կտանք, որ ծաղիկ ծախեք։ Տվեք ձեր պետությունը, թույլ կտանք, որ պամիդոր ծախեք։ Թույլ կտանք, որ ձեր խուժակ կոնյակը ծախեք։ Կամ որ ավելի ճիշտ ասել, տվեք ձեր պետությունը, որ թողենք շնչեք։ Եվ հունիսի 7-ին մենք սրա պատասխանը պիտի տանք, որտեղ իրականում մեր առաջ ընտրությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Հայաստանի և Ռուսաստանի ֆորպոստի միջև։ Այս մարդիկ մեր պետությունը համարում են ժամանակավորապես փոսված տարածք։ Եվ որևէ մեկը չի մոռացել 2013 թվականի Պուտինի այցը Հայաստան, որը սկսվեց Գյումրիից, որովհետև այնպես ինչպես իրենք չեն ընկալում մեզ որպես պետություն, այ հենց դրանով նաև նշանավորվեց, որ այցը սկսեց Գյումրիից, համարելով, որ ինքը գալիս այնտեղ, որտեղ ռուսական ներկայությունն է, ռազմական ներկայություն։ Այս հոխորտանքի ի պատասխան հայելային պատասխաններ են պետք և առաջին համարժեք պատասխանը ռուսներին կլիներ հենց հիմա անջատել
այդ թույնը, որ մեր հանրային եթերային տարածքում այս պահին սնվում է մեր ժողովրդի մեր պետության դեմ։ Սալավյովները, Մարգարիտա Սիմոնյանները, այս ազգային խայտարակությունների բերանը ուղղակի պիտի փակվի եւ նրանք հասանելիություն չպիտի ունենան մեր հանրային եթերային տարածքի, որը գործում է մեր հարկավորներից հաշվին։ Մենք ըստ էության ֆինանսավորում ենք մեր նկատմամբ լուտանք, հայոյանք, թույն, ամենօրյա, ամենժամյա ռեժիմը։ Սա չի կարող։ 2013 թվականին էր, որ այդ չարաբաստիկ գազային պայմանագիրը մեզ պարտադրվեց, ի պատասխան մեր այն ձգտումների, որ մենք ունեինք եւ դրա նախորդած մոտ 3 տարի բանակցել էինք եվրոպացիների հետ ասոցիացման պայմանագրի շուրջ։ Սերժ Սարգսյանը ըստ էության սպառնալիքի տակ մեզ տարավ խցկեց մի տնտեսական միության մեջ, որի նպատակը ոչ թե հայ ժողովրդի զարգացումն է, մեր պետության առաջընթացն է, այլ ամեն գնով եւ ամեն կերպ խեղդել է, որպեսզի մենք տնտեսական զարգացման հեռանկար չունենանք։ Եվ հիմա մի քանի օրից բացվում է պիտի հավաքվեն, որպեսզի մեր կարգավիճակը քննարկեն։ Կարծում եմ սրանից ավելի լավ առիթ չկա, որպեսզի մեզ ասեն հաջողություն, մենք էլ մեր գլխի ճարը տեսնենք այն իրական գործընկերների, դաշնակիցների հետ, ովքեր ճանաչում են մեր պետություն ունենալու իրավունքը, անկախ գոյության իրավունքը, որովհետև ռուսները բաց տեքստով ասում են դուք պետություն ունենալու, դուք անկախ գոյության իրավունք չպետք է ունենալ։ Եվ մեր խնդիրը Պուտինի հայաստանյան հանցագիծներին ուղղակի իրենց արժանի պատասխանը տա։ Այս պարազիտները, որոնք մտել են մեր հավաքական օրգանիզմ, դրանց պետք է ուղղակի ճիճվաղան անել։ Ուրիշ լուծում չկա, եւ ձեր յուրաքանչյուր քվեն այն դեղահապն է, որ մեր օրգանիզմը կազատի այս մակարդոցներից։ Մենք մեզ կոչում ենք